Բազուկը բնական հակաօքսիդանտ է, որը մսի և ձկնեղենի հետ եփվելուց պաշտպանում է սպիտակուցը քայքայվելուց։ Հին հայկական խոհանոցում մսով ճաշետ հաճախ է օգտագործվում բազուկ։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք իշխան ձուկը բանջարեղենով։ Կսկսենք հենց ձկից, իսկ ավելի շուտ ձկան համեմունքից։ Համեմունքի համար կվերցնեմ Մառանիկ ընկերության ծովի աղ, չորս պղպեղ, չորացրած ցիտրոն, խառնում ենք և համեմունքը պատրաստ է։ Այժմ մշակենք ձուկը, ինչ ենք անելու նրա հետ։ Տեղադրենք տախտակը, գլուխը, լողակները և պոչը կօգտագործեմ արգանակի համար։ Վերցնում ենք փոքրիկ կաթսան, կտրում ենք գլուխը, անմիջապես ձուկը կտրատում ենք չափաբաժինների, այսպես ավելի հարմար կլինի։ Մոտ 1.5 սանտիմետր հաստության կտրում ենք։ Անմիջապես լողակներն էլ կտրենք, մկրատի օգնությամբ այդպես ավելի հեշտ է։ Սպոչի հատվածն էլ գցենք արգանակի համար։ Մի պտխունց աղ ենք լցնում ձկան վրա, եռացրած ջուր, այնքան որ գլուխը ծածկվի։ Դնում ենք, թող եփվի։ Թողեցինք հանգիստ, անմիջապես փոխում ենք տախտակը և դանակը, ձկան կտորները համեմում ենք նախապատրաստած համեմունքով, մի քանի կաթիլ ձիթայուղ ենք լցնում, կավելացնեմ նաև 1 ճաշի գթալ կիտրոնի հյութ,
կվերցնեմ 1 ճաշի գթալ։ Այսպես լցնում ենք։ Միգուցե 2 ճաշի գթալ։ 2 ճաշի գթալ։ Եվս մեկ անգամ տակնու վրա անենք եւ թողնենք թող ձուկը մարինացվի։ Լավ է։ Անցնենք մյուս բաղադրիչին։ Մյուս բաղադրիչը դա կանաչ պատիճավոր լոբին է։ 350 գրամ լոբին։ Լցնում ենք տապակի մեջ։ Համեմում ենք աղով մառանիկ ընկերության։ Վրան լցնում ենք եռացրած ջուր։ Հենց սկսեց ջուրը եռալ, ծածկում ենք կափարիչով, եփում ենք 8 րոպե։ Անցնենք մյուս բաղադրիչին, դա կարտոֆիլն է։ Կարտոֆիլը կտրատում ենք տափ հողակների։ Մոտ 1 սանտիմետր հաստության։ Կարող է նաև հաստ լինել։ Համեմում ենք մառանիկ ընկերության ծովի աղով, չորս պղպեղով, վրան լցնում ենք Սլոբոդա ապրանքանիշի բուսայուղ, ձիթապտղի և արևածաղկի խառնուրդ։ Մի քանի կաթիլ։ Եվ տակնու վրա ենք անում։ Գործ ենք դնում ջեռոցի տապակը։ Վրան փռում ենք սիլիկոնե գորգ։ Շարում ենք տափ հողակները։ Սա ուղարկում ենք ջեռոց։ Ջեռոցը միացնում ենք 200 աստիճան։ Թողնում ենք այնքան, որպեսզի կարտոֆիլները, մինչև կարտոֆիլները կարմրեն։ Անցնենք առաջ, լոբին հարկավոր է փրկել։ Քամում ենք։ Թողնում ենք սառչի։ Անցնենք առաջ, սոխերած ենք անում։ Սոխը տապակելու ենք Սլոբոդա ապրանքանիշի հենց նույն բուսայուղով, այսինքն ձիթապտղի և արևածաղկի խառնուրդով։ Կվերցնեմ
3 միջին չափի սող։ Կտրատում ենք փետրաձև։ Անմիջապես համեմում ենք Մառանիկ ընկերության սոդայով, աղով, շաքարավազով և քրքումով։ Թող տապակվի սոխը, փափկի, որից հետո կավելացնենք 1 գազար կտրատած ձողիկների։ Ավելացնում ենք պղպեղ, 1 քաղցր և 1 կծու, սրանք էլ կտրատում ենք ձողիկաձև։ Կծուն ավելի մանր կկտրատենք։ Իսկ քաղցրը ավելի երկար ձողիկների։ Պատիճավոր լոբին բավականաչափ սառել է, այսինքն սառել է։ Կտրում ենք շեղակի, այսպես, 3 մասի ամեն լոբին։ Մյուս բաղադրիչը այսօրվա հերոսն է, բազուկն է, որը նախապես խաշել եմ 2 միջին չափի բազուկ։ Սա էլ ենք կտրատում ձողիկների։ Նախ կտրատենք տափողակների։ Որից հետո ձողիկների։ Սկսենք համեմել, իբրև համեմունք կառաջարկեմ լոլիկի ճիր ձիթայողի մեջ, հիմա կասեմ քանի շերտ,
1, 2, 3, 4, 5, 6, 6 շերտ։ Սրանք էլ ենք կտրատում ձողիկաձև։ Թարմ սխտոր, 3 բջեղ, 3 մեծ բջեղ։ Կավելացնեմ նաև 2 ճաշի գթալ լոլիկի մածուկ։ Մեծ, այսպես մեծ գթալ։ Կհամեմեմ մառանիկ ընկերության 4 պղպեղով։ Ավելացնում ենք մնացած հյութը, մոտ 1 ճաշի գթալ կիտրոնի հյութը, 1 ճաշի գթալ նարշարապ, ընկույզ, 50 գրամ մանրացնում և ավելացնում ենք։ Փոշու չենք վերացում։ Լցնում ենք արգանակը։ Մոտ 2 բաժակ։ Դնում ենք ձկան կտորները։ Այնպես որ սուզվեն սոուսի մեջ։ Դեպ կարելի է մարինադն լցնել, այսպես, ծածկում ենք կափարիչով և մարմանդ կրակի վրա եփում ենք 17 րոպե, որից հետո կմատուցենք կարտոֆիլի տափողակների վրա, իսկ կզարդարենք թարմ թարխունի տերևներով և կիտրոնի շերտերով։ Իշխանցուկ բանջարեղենով։ Համեմունքի համար ծովի աղ, 4 պղպեղ համեմունք, չորացրած սիտրոն խառնել, մի կողմ դնել։ Իշխան ձկան գլուխը, լողակները և պոչն առանձնացնել, համեմել աղով, արգանակ եփել։ Մնացած մասը կտրատել մոտ 1.5 սմ հաստության կտորների, համեմել նախապատրաստած համեմունքով, վրան ձիթայուղ ցողել, ավելացնել կիտրոնի հյութ, տակնու վրա անել, մի կողմ դնել։ Թասի մեջ լցնել տափողակների կտրատած կարտոֆիլ, համեմել ծովի աղով, 4 պղպեղ համեմունքով, վրան բուսայուղ ցողել, խառնել, շարել ջեռոցի նախապես սիլիկոնե գոր կամ յուղաթուղթ փռած տապակի վրա, 200 աստիճան տաքությամբ ջեռոցում եփել այնքան, մինչև կարմրեն, բուսայուղ տաքացնել, փետրաձև կտրատած գլուխսող տապակել, համեմել սոդայով, աղով, շաքարավազով, քրքումով, ավելացնել ձողիկաձև կտրատած գազար, կտրատած քաղցր և կծու պղպեղներ, շեղակի կտրատած խաշած կանաչ լոբի,
խաշած կտրատած բազուկ, ձիթայեղում մարինացված կտրատած լոլիկի չիր, սխտոր, լոլիկի մածուկ։ Համեմել 4 պղպեղ համեմունքով։ Ավելացնել կիտրոնի հյութ, նաշ շարապ, մարացված ընկույզ, ձկան արգանակը, ձկան կտորները մարինադի հետ։ Մարմանդ կրակի վրա եփել 17 րոպե։ Մատուցել կարտոֆիլի հետ, զարդարել թարմ թարխունով եւ կիտրոնի շերտերով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք խոզի փապկամիս, ծաղկակաղամբ, կաթ, սլոբոդա ապրանքանիշի մթերք եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։